Հարգելի գործընկերներ, ես նման որոշումը կարևոր եմ համարում նաև սոցիալ-հոգեբանական դիտանկյունից, որովհետև երկու հարթություն կա։ Ընդհանրապես անվճար ծրի հասկացությունների հետ կապված մենք մեր վերաբերմունքը պիտի միակ ճշգրտենք, որովհետև նախ ոչ մի բան անվճար չի։ Բացարձակապես ոչ մի բան անվճար չի։ Կամ այն ինչ որ անվճար է, նշանակում է ինքը արժեք չունի։ Եվ սա շատ կարևոր բան է, որ մենք հասկանանք, որ ցանկացած բանի համար կա վճար, ուղիղ այդ վճարը անուղղակի է, դա երկրորդ հարցն է, բայց ամեն ինչի համար, ցանկացած արդյունքի համար պետք է վճարել։ Ով է վճարում, այդ ուրիշ խնդիր է։ Օրինակ կա տենց հասկացություն էլ կար, չէ՞, Խորհրդային Միությունում, որ առողջապահությունը անվճար է։ Չի կարա տենց բան լինի։ Այն անվճար էր, դրա համար է վերջում չկար առողջապահություն, որովհետև գնում էին եւ այլ ձևերով էր վճարվում դա։ Որովհետև եթե ինքը անվճար է, նշանակում է ինքը առողջապահություն չի, որովհետև դա ոչ մի արժեք չունի ինքը իր մեջ։ Եվ երկրորդը, այդ ընկալումը, որ դե պետական գույք է, էլի։ Պետական գույքի նկատմամբ վերաբերմունք կա, այդ մենք միջև մենք նախորդ անգամ ես առիթ ունեցա խոսելու, թե մենք համայնքային եւ պետական գույքերի նկատմամբ ընդհանրապես մեր մոտ բան կա, տենց պետական գույք նշանակում է դե պետական գույք է, էլի տվեք տենանք ինչ ենք անում եւ այսօր էլ օրինակ կան բաներ, որ մենք ունենք ներդրումային ծրագիր, խնդրում ենք օգնել, ինչով օգնել, դե պետական գույքով, մի հատ ասենք շենք տվեք 25 հարգանի, այնտեղ մենք ուզում ենք բան անենք, ներդրում անենք եւ ընկալումներն է, որ դե պետական գույք է, էլի մեկը ոչ մեկինը չի անտեր, ոչ մի բանի պետք չի եւ ցանկացած պետական գույք պետքա գնանշվի, որ մարդիկ հասկանան, որ դա արժեք ունի, որ ամեն ինչը ունի իր ծախսը, իր գինը, իր եւ կառավարման մեթոդի առումով մենք էլ պետք է հասկանանք, որը ինչ արժի եւ այո, շատ դեպքերում կարող է պարզվի, որ մենք ինչ որ ծառայություն կամ պետական հիմնարկ աշխատելու համար մենք վճարում ենք այդքան արժի, ըստ էության պետությունը ծախսում է վարձակալության այդքան վճար, բայց կարող է մասնավոր հատվածում ավելի լավ շենք 20% ավելի էժան կա եւ ինչու շուկան չակտիվացնել եւ բան չանել հնարավորություն չտալ որ մրցակցություն տեղի ունենա մանավանդ մենք այդ պրակտիկան ունեցել ենք միջև այսօր էլ ունենք շատ պետական կազմակերպություններ կան որոնք մասնավոր հատվածից են վարձակալում եւ մենք չգիտենք հիմա լավ է որ այդ գնով իրանք վարձակալում են թե չէ որովհետեւ մենք ասենք օրինակ կան չէ ձեռնարկություններ որ մասնավորում իրանք վարձակալում են գրասենյակային տարածք եւ այնտեղ ամեն ամիս պետական բյուջեից վճար է վճարում X վճար։ Մենք չգիտենք այդ վճարը շատ է թե քիչ, որովհետեւ կարող է պարզվի, որ պետական շենքում կա հնարավորություն ավելի պակաս կամ ավելի շատ գնանշումով այդ ծառայությունը իրականացնել, բայց դրա փոխարեն իրականացվում է այլ կերպ։ Այնպես որ կարծում եմ այո Իհարկե, էլի բարեփոխումը պետքա գնա, պետքա իր խնդրին հանդիպի, հասկանանք ոնց ենք այդ խնդրեմ լուծում կամ այդ խնդրեմը այդքան էլ մեծ խնդրեմ չի, բայց այս շատ կարևոր է նաև պետության եւ պետականության ընկալման տեսակետից, որ հասկանանք ամեն ինչը արժեք ունի, այն որ մենք այս աթոռների վրա նստած ենք, դա կոնկրետ արժեք ունի, գին ունի, կոնկրետ մի ժամ այս աթոռի վրա նստելը կոնկրետ գին ունի եւ այդ գինը վճարվում է Եթե չվճարվի, X պայի աթոռը կկոտրվի, էլ չենք կարա նստենք, հասկանում եք։ Համեցեք Տիկին Անդրեաս։ Պարոն վարչապետ, որպեսզի դիտարկումս հստակ լինի եւ այլ կերպ չհասկացվի, ես պարզաբանեմ ինչ նկատի ունեմ։ Բնականաբար պետական գույքը այո ներդրում է եւ դա ունի գին եւ այդ գինը ես որևէ այստեղ խնդիր չեմ տեսնում, ավելին դա պիտի արտացոլվի մեր եւ ֆինանսական հաշվարկներում եւ մեր ծախսերում, որ մենք իրականացնում ենք։ Բայց ամբողջ ասածս այն է, որ եթե մենք այդ հաշվարկը անում ենք եւ հասկանում ենք օրինակ, մենք ինչքան ծախսենք կրում, դպրոցական շենքերում կրթությունը կազմակերպելու համար, ի լրումն այն ծախսերի, որոնք արդեն հաշվարկված էին, դա իրականում ծախսա կրթության համար։ Եվ ես կարծում եմ, որ այդ ծախսը ճիշտ է արտացոլել իր ճիշտ տեղում։
Օրինակ, եւ այստեղ, երբ որ մենք պետական գույքի վարձակալության տրամաբանությամբ ենք այս հաշվարկներն ու միջոցները հաշվում, այստեղ մենք նաեւ բաց ենք թողնում այդ կարևոր հանգամանքը, ես դրա համար նշեցի առանձնահատկություն։ Եթե մենք օրինակ հանրակրթության ֆինանսավորման տրամաբանության մեջ ավելացնենք նաեւ այս բաղադրիչը, հաշվարկենք որպես պետություն, կարողանանք նաեւ այդ ծախսը պատկերացնենք, որ մենք իրականում անում ենք կրթության համար, սա մի կողմից իրական պատկեր կբերի մեր կրթության բյուջեում, որը ավելին է, քան այսօր մենք հաշվում ենք, եւ մյուս կողմից էլ թույլ կտա խուսափել վարչարարության այն հնարավոր խնդիրներից, որոնք իմ տպավորությամբ կարող են առաջանալ։ Հետևաբար ասածս այն է, որ սա իհարկե այս պահի քննարկում չի, բայց շարունակենք այս հարցը քննարկել ազգային ժողովում։ Իմիջիայլոց Տիկին Անդրեասյան, տեսեք, այդտեղ մենք շատ կարևոր մի տեղի հասակ, որտեղ մենք անընդհատ խնդրեմ ենք ունենում։ Մենք ասում ենք, դե օրինակ նայեք, օրինակ բանը, ինչ ասեմ, որ երկրներից մեր գործընկեր, օրինակ Լիտվայում կրթության վրա ծախսվում է հնայի այսինչ տոկոսը։ Եվ մենք ասում ենք, դե եկեք բյուջեն մեծացնենք, կրթության վրա ծախսվում է հնայի այսինչ տոկոսը, մերը դրա կեսն է կամ դրա 10%-ն է կամ դրա 5%-ն է։ Բայց հիմա որ հետ գնանք ուսումնասիրենք կառուցվածքը, կարող է պարզվել այդ հնայի այդ տարբերվող տոկոսի 70% հենց շենքերի վարձակալության գումարն է։ Ու մենք անընդհատ չենք կարողանում քաղաքականություն վարենք։ Անընդհատ մեր վիճակագրությունները դեֆորմացված են, որովհետև մեր մոտ բանում կներեք զարգացած երկրներում տենց տող չկա, որի դեմը գրածը լինի ձրի։ Մեր երկրում տողերի 80%-ի դեմը վիրտուալ գրածա ձրի, հետո մենք ասում ենք, բայց այս երկրում հնա այսքան տոկոսն է, մեր երկրում հնա այսքան տոկոսն է։ Մենք մեր հələ հնան ու մեր ծախսերը հաշվել չգիտենք նորմալ։ Մենք ո՞նց ենք պատրաստվում երկիր կառավարել։ Էլ չեմ ասում ո՞նց ենք պատրաստվում համակարգ կառավարել եւ ընդհանուր առմամբ կարծում եմ այդ տրամաբանության ամենամեծ սոցիալ-հոգեբանական խնդիրներից մեկը այն է, որ մենք բան ենք անում, ամեն ինչ չենք տանում դեպի թվայնացում, բառից ոչ թե թվայնացման իմաստով, որ մենք ամեն ինչի թիվը պետք է հասկանանք, ամեն ինչը ծախս է, ամեն ինչի եւ սա իմ կարծիքով սա մի process է, որը մենք սկսել ենք դեռ բավականին երկար ժամանակ առաջ, երբ որ ես ասացի, որ եկեք հարգելի գործընկերներ, եկեք հրաժարվենք կոթողացման տրամաբանությունից։ Կոթողացման տրամաբանությունից պետք է այն ինչ որ մեզ համար կոթող է, այն ինչ որ մեզ համար տաճար է, դեմը պետք է գրենք տաճար, ինչի դեմը գրած չի տաճար, պետք է գրված չլինի տաճար։